Պարոն Հակոբյան, այսօր ԱՄՆ փոխնախագահը գալիս է Երևան եւ ի պաշտպանություն մեր Բաքվում պահվող գերիների, նրանց ազատ արձակման պահանջով ակցիա է կազմակերպվել ըստ ձեզ, արդյոք այս ամենը տեղ կհասնի եւ որևէ փոփոխություն տեղի կունենա Բաքվի դիվանագիտության կամ պահվածքի մեջ գերիների հետ կապված։ Գիտեք, անկեղծ ասած լիահույս չեմ, բայց ամենայն դեպս դա չի նշանակում, որ մենք մեր բողոքի ձայնը եւ մեր պահանջը չպետք է բարձրացնենք եւ սա շատ պատե առիթ էր, որպեսզի կազմակերպվի այս ակցիան ի պաշտպանություն մեր ռազմագերիների, որոնք ապօրինաբար հիմա դատվում են Բաքվում եւ կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կունենան այս ակցիային, սա շատ պահանջված է, անհրաժեշտ է եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչ-որ ժամանակային հատվածում սա ունենալու է նաեւ իր արդյունքը։ Երևանից հետո նա գնալու է Բաքու, ըստ ձեզ հայ գերիների հետ կապված խնդիրը կբարձրաձայնի Վենսը, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ այդ թեման հանրային քննարկվի, միգուցե եւ փակ հանդիպումներում այո, սակայն այն հիմնական շահառու իշխանությունը, որը պետք է դրանով զբաղվեր հանձինս Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որոնք չեն այդ հարցը բարձրաձայնում եւ նրանք առաջ չեն քաշում, կարծում եմ այլ երկրի պետությունը, թեկուզ եւ Միացյալ Նահանգների իշխանությունները ավելի թույլ եւ ավելի ոչ ջանասիրությամբ կզբաղվեն այդ հարցով։ Շնորհակալ եմ։